Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ շարունակվում են նախընտրական քարոզարշավը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում այս պահին գտնվում է Շիրակի մարզի Ախորյան համայնքում։ Այս պահին ես պատրաստվում եմ զրուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։ Պարոն Կոստանյան, նախ շնորհակալ եմ հնարավորության Ես եմ շնորհակալ։ Ինչպես է գնահատում ընդհանուր մթնոլորտը ընտրություններին ընդառաջ, քաղաքացիների հետ շփումները, տրամադրությունները, ընդհանուր ինչպիսի սպասելիքներ ունեք նաև դուք այս ընտրություններից։ Ակնհայտ է, որ վարչապետի գլխավորությամբ մեր քաղաքական թիմը վայելում է մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության աջակցությունը, դրա մասին խոսում են թե այն բազմամարդ հավաքները, որոնք տեղի են ունենում, եւ նաև սոցհարցումները, որոնք վերջի օրերին հրապարակվել են։ Տարբեր են այդ սոցհարցումների վերաբերյալ, հա, գնահատականներ։ Միտեղ տեսնում ենք, որ իշխանության վարկանիշն է բարձր, մյուստեղ տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության վարկանիշն է բարձր, միտեղ ցուցադրվում է, որ Հայաստան դաշինքի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն է բարձր։ Ընդհանուր առմամբ, պարոն Կոստանյան, ըստ ձեզ, այս հարցումների վրա որքանով նաև պետք է հիմնվել, որովհետև կա նաև նախկին ընտրությունների փորձը, որ սոցհարցումները մի բան են ցույց տալիս, բայց իրականում, հա, պատկերը քվեարկության օրվանից հետո միանգամայն այլ է լինում։ Լուրջ հավատում եք, որ Հայաստանում կան իրական սոցիալական հարցումներ, որոնք ցույց են տալիս, որ բացի քաղաքացիական պայմանագրից այլ ուժ առաջին տեղում է գտնվում, ես չեմ կարծում։ Ես ընդհանուր առմամբ եմ հարցում, ես առանց թիրախավորելու որևէ ուժի։ Հավաքները այս հանրահավաքները ցույց են տալիս այն աջակցությունը, որը ունի քաղաքացիական պայմանագիր։ Շատ լավ, ակնկալիքներ այս ընտրություններից, պարոն Կոստանյան, ինչպիսին պետք է լինեն այս ընտրությունները։ Ուզում եմ հասկանալ, ինչի մասին են այս ընտրությունները։ Ձեր գործընկերներից շատերը նշում են խաղաղության եւ պատերազմի միջև պետք է քաղաքացին կարողանա ընտրություն կատարել։ Կառավարության համար առաջին խնդիրը, որը մենք պետք է լուծենք եւ վստահաբար լուծելու ենք եւ ունենք քաղաքացիների վստահությունը, որ այդպես է լինելու, որ Հայաստանում անցկացվելու են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական դիսկուրսին, ես հույս ունեմ, որ սա վերջին ընտրություններն են լինելու, որտեղ խաղաղություն կամ պատերազմ դիսկուրսը տեղ ունի, որովհետև Հայաստանը արդեն իսկ թևակողում է զարգացման փուլ եւ վստահորեն է տեղափոխվում այդ փուլ եւ մեր քաղաքացիների քվեն մեզ եւս մեկ անգամ մանդատ է տալու ամբողջությամբ կենտրոնանալ այդ օրակարգը առաջ մղելու, խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու, տարածաշրջանում ապաշրջափակումը ամբողջությամբ իրականացնելու, Հայաստանի բարգավաճման եւ այս ուղղություններով աշխատանքի վրա։ Պարոն Կոստանյան, տեսեք, նաև հետաքրքիր է ինձ Ռուսաստանից հնչող սպառնալիքների վերաբերյալ ձեր գնահատականը։ Ճիշտ է, ես պարոն Միրզոյանի հետ զրուցել եմ, արտաքին գործերի նախարարը տվել է իր գնահատականը, բայց դրանից հետո նորից հնչել են մի քանի հայտարարություններ, մասնավորապես Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևի, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից։ Մեդվեդևը հայտարարում էր մասնավորապես, թե եթե գազի գինը թանկանա, իսկ նրանք մեզ դրանով են սպառնում Եվրամիության, հա, այսպես ճանապարհը ընտրելու դեպքում, ասում է, որ բառացիցիտում եմ, ներողություն, ասում է, որ Փաշինյանին ժողովուրդը վռնդելու է եւ ներողություն եմ կանխավ խնդրում, Փաշինյանն էլ չի ասում, կարծեմ ասում է քերուն ժողովուրդը վռնդելու է, այսինքն ժողովուրդը չի համակերպվելու գազի գնի թանկացման հետ եւ այս դեպքում դա է լինելու, հա, իշխանություններին պատասխանը։ Ինչպես եք կարծում, սա ռազմավարական գործընկերոջ, թեկուզ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հարիր խոսույթ է իր դաշնակից պետության նկատմամբ, իր գործընկեր պետության նկատմամբ եւ ընդհանրապես նաեւ անընդհատ փորձում են լարել, հա, կարծես ռուսական կողմի իրավիճակը, ինչու։ Չեմ կարող ասել ինչու, բայց կարող եմ ասել, որ հունիսի 7-ից հետո էլ վստահաբար կյանք լինելու է եւ քաղաքացիների կողմից տրված նոր մանդատով մենք շարունակելու ենք աշխատել մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ինչպես վարչապետը բազմիցս նշել է, մենք պլանավորում ենք, որ ունենալու ենք եւ շարունակելու ենք մեր կոնստրուկտիվ երկխոսությունը մեր բոլոր գործընկերների, այդ թվում նաեւ ռուսաստանյան կողմի հետ։ Իսկ Լավրովի հայտարարությանը ի պատասխան ունեք արձագանքի, որ ասում է, որ Հայաստանը չպետք է այսպես տրվի, հա, այսպես Եվրամիության անդամագրության մոլուցքին, ասում է արևմուտքը օգտագործում է Հայաստանին ի նպաստ իր շահերի։ Հայաստան չի օգտագործվում ոչ մեկի կողմից
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, դրանք թափանցիկ են եւ այս հարաբերությունները եւ այն գործընթացները, որոնք այս պահին կան Հայաստանում, ամբողջությամբ բխում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եվրոպական նկրտումներից, դրա մասին էր խոսում թե այն օրենքը, որը ընդունվեց, հիշեցնեմ, որ օրենքը որպես քաղաքացիական նախաձեռնություն էր սկիզբը առել եւ թե նույն սոցիալական հարցումները, որոնք ցույց են տալիս, որ շուրջ 75% աջակցություն ունի այս օրակարգը։ Տեսեք, պարոն Կոստանյան, բայց բացի այսպես զուտ հայտարարություններից կամ կոշտ ռետորաբանությունից, վերջին օրերին այլևս տեսանք նաև, որ Ռուսաստանը կարծես թե անցում կատարեց նաև գործողությունների, նկատի ունեմ մի քանի հայկական ապրանքատեսակների ներմուծումը ռուսական շուկա արգելելու վերաբերյալ, նույն ծաղիկի, նույն ջերմուկի, նույն մի քանի այլ ապրանքատեսակների, այսինքն կարծես այսպես ցույց են տալի, որ չեն բավարարվելու զուտ միայն հայտարարություններով, այլ նաև գործողություններ են կատարելու։ Եվ ի հավելումը նաև դրան մի քանի օր առաջ էլ հնչել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե ամսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ նիստի ժամանակ քննարկելու են Հայաստանի հետագա կարգավիճակի հարցը։ Մենք կառավարությունը եւ մեր գործընկերները, որոնք շարունակում են աշխատել այսօրեն եւ արձակուրդի մեջ չեն գտնվում, վստահաբար բոլոր ջանքերը գործադրել են, որ մեր արտադրողները եւ արտահանողները խնդիրներ չունենան։ Կլինի դա դեպի ռուսաստանյան շուկա արտահանում կամ այլ շուկաներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվել են եւ այսօր էլ տարվում են, Հայաստանից արտահանումը տեղի է ունենալ։ Մենք ունենք այլընտրանք ռուսական շուկային, սա այսօրվա դրությամբ Հայաստանի ամենամեծ շուկան է, հա, որտեղ մեր ապրանքների գրեթե 70% արտահանվում է հենց ռուսական շուկա, ԵԱՏՄ պետությունների շուկա։ Այլընտրանքը այս պայդրությամբ ո՞րն է կամ առաջիկայում այս մասով ինչ աշխատանքներ է իրականացվելու, որպեսզի մեր արտահանողները չկանգնեն փաստի առջև, խնդրի առջև։ Այլընտրանքներ մեկ օրում չեն ձևավորվում եւ այս ուղղությամբ աշխատանքները այս հայտարարությունների բերումով չէ, որ սկսվել են, պատահական չէ, որ վերջին տարիների ընթացքում կառավարության կողմից շատ մեծ աշխատանքներ են իրականացվել եւ մեծ ծրագրեր են նաեւ սուբսիդավորման իրականացվել որակի ստանդարտի բարձրացման ուղղությամբ, իսկ որակի ստանդարտի բարձրացումը եւ որակի ենթակառուցվածքի կայացումը Հայաստանում թույլ է տալու մեզ համար շատ ավելի գնողունակ եւ նոր շուկաներ բացահայտել, այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում։ Պարոն փոխնախարար, ես նկատի ունեի մեր շուկայի դիվերսիֆիկացման առումով, որպեսզի մենք այսպիսի կախում չունենանք, հա, միայն մեկ գործընկերոջից։ Այս առումով կառավարության ծրագրերում ի՞նչն է մտնում, ինչ ենք պատրաստվում անել, ինչ հեռանկարներ կան, ինչ նաև այսպես հնարավոր սցենարներ կան, որոնք որ այսպես ասեմ, հա, նաև տարբեր իրավիճակներում կառավարությունը գործի է։ Մենք աշխատում ենք եւ պլանավորում ենք, որ օգտագործենք նաև ԵԱՏՄ ամբողջ պոտենցիալը, մեծացնելու արտահանումը դեպի ԵԱՏՄ, այլ գործընկերների շուկաներ, աշխատում ենք բնականաբար նաև մեր Եվրամիության գործընկերների հետ, ծոցի երկրների հետ, այլ գործընկերների հետ եւ կարծում եմ արդյունքներ կլինեն։ Ոչ արագ, բայց կլինեն այս արդյունքները։ Իսկ գազի գինը հնարավոր է թանկանալ, այսինքն բացի որոշ ապրանքատեսակների ներմուծման արգելքից անցնեն նաև նման մեթոդների, որովհետև բազմիցս այս առումով եւս հայտարարություններ հնչել են, ընդհուպ նաև Պուտինի շուրթերից, որ օրինակ Հայաստանին անհամեմատ ավելի նվազ գնով է գազը վաճառվում, քան օրինակ եվրոպական գներին։ Հիմա օրինակ կարող է փորձեն գազի գնի թանկացման միջոցով նաև Հայաստանի վրա ճնշում գործադրել։ Եթե ես չեմ սխալվում, գազի գինը Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև ֆիքսված է միջպետական համաձայնագրով եւ ես չեմ կարծում, որ մեր գործընկերները չեն հարգեն ստորագրությունը, որը դրված է միջպետական համաձայնագրի տակ։